Հունիսի 7-ից հետո։ Եկեք պատկերացնենք, որ ես ամենիկան համոզված եմ, որ չկա ստեղ մի մարդ, ով արտերկրում ապրող բարեկամ չունի։ Խոբանում ապրող բարեկամ չունի, Խոբան գնացած արտագնա աշխատանքի բարեկամ չունի։ Դուք պատկերացնում եք վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք մեր բոլոր բարեկամները հնարավորություն են ունենալու վերադառնալու են հայրենիք, լինեն իրենց երեխեքի իրենց ընտանիքների գլխին, աշխատեն, ապրեն ու արարեն Հայաստանի Հանրապետությունում։ Պատկերացրեք, որ մեր տատիկ պապիկները խնդիր չեն ունենալու թանկներ գնելու։ Պատկերացրեք, որ մեր երիտասարդները խնդիր չեն ունենալու ոչ ամուսնանալու, ոչ էժանբնակարան գնելու։ Պատկերացրեք, որ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք մեր գյուղատնտես հայրենակիցները պրոբլեմ չեն ունենալու, մի վարկան չեն մտածելու իրենց բերքը ոնց են ծախելու, ոնց են մատակարարելու, իրենց միակ խնդիրը լինելու է այն, ինչքան շատ, այնքան համով ունենան արտադրանք։ Պատկերացրեք, որ վարչապետը հետ։ Այո! Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ։ Սիրելի ներկաներ, երեկ մի լրագրող ինձ հարցնում էր, դուք որպես մայր, ինչ Հայաստանում եք երազում ապրել։ Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ պատասխանը։ Ես երազում եմ, որպեսզի ոչ մի հայ կին ստիպված չլինի ճանապարհել իր ամուսնուն արտագնա աշխատանքի և տարիներով սպասել իրեն։ Ես երազում եմ, որպեսզի ոչ մի հայ մայր ստիպված չլինի երկրից փախցնել իր երեխային, որպեսզի նա չծառայի հայոց բանակում։ Ես երազում եմ, որպեսզի ոչ մի հայ երիտասարդ չկապի իր ապագան այդ երկրի հետ։ Եվ ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ տղան չլքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով։ Ես համոզված եմ, որ այդ ամենը հնարավոր է միայն ուժեղ առաջնորդ ունենալու պարագայում։ Հայաստանը պետք է լինի ուժեղ, Հայաստանի տնտեսությունը կլինի կայուն, Հայաստանի դիվանագիտությունը կլինի ուժեղ, մենք կլինենք ոչ թե գործիք, այլ գործոն։ Այդ ամենը հնարավոր է, փոփոխությունները պարտադիր լինելու են, և այդ ամենը լինելու է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք։ Սամվել, վարչապետ! Սամվել, վարչապետ! Սամվել, վարչապետ! Սամվել, վարչապետ! Սամվել, վարչապետ! Սամվել, վարչապետ! Սան 40 Այո! Այո! Սիրելի հայրենակիցներ, անցորդներ, ավտոբուսով, սեփական մեքենաներով տեղափոխվող իմ հայրենակիցներ, այս պայքարը բոլորիս պայքարն է, այս պայքարը մեր ու ձեր երեխեքի
Հայրենիքի ապագայի պայքարն է։ Եկեք միացեք, որ ունենանք ուժեղ Հայաստան։ Ես լավ գիտեմ, որ դուք չեք համոզված, որ ուժեղ Հայաստան հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ու մենք այսօր բոլորս հավաքվել ենք այստեղ պահանջելու ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Եկեք միացեք, մի վարկան չմտածեք, որ հաղթելու ենք։ Մենք արդեն հաղթել ենք, որովհետև այս փոքրիկ խմբակի գործողությունները ավելի քան ցույց է տալիս, որ ցնցվել են, ավելի քան ցույց է տալիս, որ առավոտից իրիկոն խառնված իրար, չգիտեմ, փորձում են մեզ վախեցնել, փորձում են մեր աջակիցներին վախեցնել։ Չենք վախենում, չենք վախեցել ամբողջ կյանքներս, մեր նման փոքրիկներից հաստատ չենք են վախենալու։ Ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Փոքրիկ խմբակին և Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ չվախենալ։ Սամվել Կարապետյանը մեր ազգը սիրող մարդ է։ Սամվել Կարապետյանից վախենալ պետք չի։ Սամվել Կարապետյանը Հայաստանում բերելու է միայն համախմբություն։ Սամվել Կարապետյանը Հայաստանին բերելու է սեր, Սամվել Կարապետյանը Հայաստանին բերելու է ուժեղություն և Հայաստանի ներսում, և Հայաստանից դուրս։ Սամվել Կարապետյանի օրոք հայը ապրելու արժանապատիվ, գլուխը բարձր ու ապրելու է լավ, ապրելու է շատ լավ, անհոգ և ուժեղ անվտանգությամբ։ Դուք են մի վախեցեք, հանգիստ եղեք։ Ունենալու եք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել։ Եվ հաղթահարությունների համար պահանջում ենք ազատություն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ազատություն, 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 ազատություն։ Սիրելի ընկերներ, ինչ ենք ունենալու 51 օրից։ Ուժեղ Հայաստան։ Ինչ ենք ունենալու 51 օրից։ Ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ, Սամվել